Մի րոպե, ես իհարկե գիտեի, որ իշխանության բարձրաստիճան պաշտոնյաները տարապում են ընտրովի ամնեզիայով, ինչ-որ բան, որ իրանց ձեռնտու է, հիշում են, ինչ-որ բան, իրանց որ ձեռնտու է, չեն հիշում։ Հիմա սաղ թիմով ընկած համոզում են ժողովրդին, որ ժողովուրդ ադրբեջանցիների բնակեցման թեմա գոյություն չունի, որ տես բան չկա, դա անդիմությունն է հորինը։ Ոչ, դա հորինել է ձեր, չգիտեմ, ազիզ գործընկեր կամ ոնց էիք ասում, կոնստրուկտիվ, հա, գործընկեր, խաղաղության գործընկեր Ոման Ալիև Իլհամը։ Դուք չեք վախենում, որ կարող է Ալիևը ձեր վրա ջղայնանա։ Հա? Հիշեցնեմ ձեզ, որ բնակեցման թեման, այսինքն ադրբեջանցիների բնակեցման թեման բարձրացվել է Ալիևի 22 թվականին, 23, 24, 25։ Իսկ որ ավելի թարմ լինի, ուրեմն ձեզ հանձնարարական է տվել Ալիևը 2026 թվականի հունվարի 5-ին, մտեք ստուգեք, որ դուք պետք է իրեն ներկայացնեք ադրբեջանցիների բնակեցման գրաֆիկը, կոնկրետ, երբ որտեղ պետք է դուք բնակեցնեք ադրբեջանցիների։ Չեք խափում մարդկանց։ Կա այդ թեման, եւ ձեր Ալիևն է այդ թեման բարձրացրել։ Ասեմ ավելին, նույնը խափում էիք, երբ որ ասում եք Զանգեզուրի միջանցք չեք տալի։ Սիրունն էս փաթեթավորեցիք, շոր թրիփի մեջ, էս back office, front office, շո բաներ տենց բարեր, հա, Արտասամանյան, տենց մեջը հորինեցիք, դրեցիք, ունենց իբր միջանցք չի, հա։ Նույնը ստեղ կարող է այդ ադրբեջանցիներին, որ ձեզ հանձնարարական է տվել Ալիևը, շուտ իրան այդ գրաֆիկը տակ, երբեք որտեղ եք բնակեցնելու, անունները դնեք ոչ թե ադրբեջանցի, այլ ասեք ժողովրդին, ժողովուրդ ադրբեջանցիներ չեն, կովկասյան թաթարներ են օրինակ։ Չեք ստում, թե գիտեք մենակ դուք ինտերնետ ունեք, մտեք, հիշեք 2026 թվականի հունվարի 5-ին ձեզ հանձնարարական է տվել, այնպես որ կա այդ թեման, մի խափեք մարդկանց, կա։